Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 25 տարեկան է։ Կառույցի տարեդարձի տոնական միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել ոլորտի ներկայացուցիչների, պետական բարձրաստիճան պաշտոնյաների ու բազմաթիվ հյուրերի։ Ուզում եմ շնորհավորել մեր գործընկերներին, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին։ Կարծում եմ նրանք կատարում են շատ մեծ աշխատանք հեռուստատեսության մակարդակը բարձրացնելու և որակը պահպանելու գործում։ Խորհրդի անդամներին շնորհավորում եմ զգալի ձեռքբերումների առիթով, որովհետև ես անձամբ տարիքով փոքր չեմ և տեսել եմ, թե ոնց է ՀՌՀ-ն զարգացել հանձնաժողովը և տեսել ենք Ամալյանին, ով հեռուստաալիքներ էր փակում և հիմա տեսնում եմ հեռուստաալիքների բազմազանությունը, ընդ որում հիմնականում ընդդիմադիր և ուրախանում եմ դրանից։ Կարող ենք արձանագրել, որ 25 տարեկան այս հանձնաժողովը կայացած է և երբեմն անգամ պարոն Հակոբյանը առիթներ եղել է և բարձրաձայնել է, որ ինքը կարող է ավելին, լիազորությունները ավելի քիչ են։ Այսինքն մենք տեղ ունենք բարելավելու, լիազորությունները ավելի լայնացնելու։ 2000 թվականի հոկտեմբերին ազգային ժողովն ընդունել է հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը, որը հեռուստաընկերությունների հիմնադրման, լիցենզավորման և հետագա գործունեության հետ առնչվող խնդիրների կարգավորման առաջին շոշափելի քայլն էր, որի հենքով էլ 2001 թվականին արդեն հիմնադրվել է հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը։ Հեռուստատեսությունը այսօր հավասար պայմաններով դեռևս մրցակցում է թվային հարթակներում գտնվող հաղորդումների հետ և դա նշանակում է, որ հանրապետությունում իսկապես հեռուստատեսությունը դեռ իր տեղը չի զիջում։ Չնայած անցած երկար ու դժվարին ճանապարհին կառույցն այսօր կայացած և ինստիտուցիոնալ մարմին է։ Տիգրան Հակոբյանի համոզմամբ կարևորագույն ձեռքբերումներից մեկը հանձնաժողովի այժմյան ազատ և անկախ գործունեությունն է։ Պարզ է, որ ժամանակին այս մոդելը անկախ չէր կարող կայանալ հայտնի պատճառներով, այս տոնական օրը ես չեմ ուզում այդ հարցին անդրադառնալ, բայց այսօր մենք բոլորս նկատում ենք, որ հանձնաժողովը փորձում է վերաիմաստավորել իր գործունեությունը, իր առաքելությունը և մենք կարծում ենք, որ մեզ մոտ ինչ-որ չափով դա ստացվում է։ Եվ այդ պատճառով 25 տարին մենք եզրագիծ չենք համարում, մենք գտնում ենք, որ մենք ճամփի ենք և բավականին մեծ ծավալի աշխատանք ունենք։ Առաջիկա անելիքների շարքում հանձնաժողովի ղեկավարը հաջորդիվ արդեն առանձնացրեց հատկապես տեսալսողական մեդիայի ամբողջ դաշտը կարգավորելու առաջնահերթությունը։ Բազմաթիվ սպառնալիքները իր մեջ պարունակում արհեստական բանականության կողմից ստեղծվող, գեներացվող սինթետիկ կոնտենտը կամ դիփֆեյքերը, որոնք բավականին մեծ վտանգ են սպառնում նամանավանդ անչափահասների վրա, որոնք ամեն ինչին կարող են հավատալ։ Սպառնալիքները պարունակում համացանցը, որտեղ այնտեղ է գեներացում ատելության խոսքը, դեզինֆորմացիան, պրոպագանդան և ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև Հայաստանի դեմ ուղղված տեղեկատվական հոսքերը, այդ պարագայում առաջի հերթին մենք պետք է կարողանանք օրենսդրորեն շատ արագ լուծել այդ խնդիրները, որպեսզի պատնեշ դնենք այդ վտանգների սպառնալիքների առաջ։ Պետության ժողովրդավարության և հասարակության անխոչնդոտ զարգացման հիմնարար սկզբունքներից է խոսքի ազատությունը, կարծում է հանձնաժողովի անդամ Հակոբ Մովսեսը։ Չմոռանանք, որ եվրոպական պետության հենց քրիստոնեությունից եկող 3 ատրիբուտները՝ ազատություն, եղբայրություն, հավասարություն, որոնք երեքն էլ քրիստոնեական, դրանցից մեկը ազատությունն է։ Ազատության մեջ է, որ մարդը կարող է դրսևորվել։ Խոսքի ազատությունը, սակայն, չպետք է շփոթել վիրավորանքի, ապատեղեկության տարածման կամ ատելության քարոզի հետ, համոզված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նշում է, նման դեպքերում խնդրի իրավական կարգով լուծումը չպետք է դիտարկել որպես մեդիայի գործունեության սահմանափակման փորձ։ Մեդիան նրա համար է, որպեսզի վերհանի խնդիրները, այդ վերհանման արդյունքում նաև ապահովի դաշտը առաջարկությունների համար և դրանից և իշխանությունը լավը դառնա և հետևաբար և պետությունը լավը դառնա։ Ոլորտի ներկայացուցիչներն ու պատասխանատուները շեշտում են, միասնական ջանքերի ու անխոնջ աշխատանքի շնորհիվ հնարավոր է ծավալել առավել արդյունավետ գործունեություն։
Այդ նպատակով էլ հանձնաժողովը հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառի զարգացման համար գործակցում է տարբեր երկրների համապատասխան կառույցների եւ միջազգային կազմակերպությունների հետ։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։